Միսակիչենց տուն գնացինք մի օր ես ու Սեպուհը, դե Միսակիչը Սեպուհի մորքուրի մարդն է։ Հա, տես ես չգիտեի, հետաքրքիր։ Հարազատ մորքուրը չի, բայց կարծեմ երկու քրոջ երեխեք են Սեպուհի մաման ու Աղունտյան։ Գնացինք մեր ունենց ուղակի իրանց տուն Հա, գնացել ենք կագրած հենց համերգների համար որ խոսայինք, որ տանենք, հա, մեր հետ հրավիրեն գնանք ելույթների։ Մեկ էլ էս Միսակիչի զոքանչը շատ տարեց կին է, շատ մեծ կին էր։ Միսակիչն էլ են ժամանակ արդեն փոքր չէր։ Ինքն էլ աղբար էր, նորեգով էր։ Մեկ էլ դեսեպուին ճանաչում էր, ֆրատ ինձ ասեց. «Այդ դեղած դու փնիկ որ դեղացի ես»։ Դե մեծ կինը արդեն մասի։ Հա, ասեցի հայրս նոյեմբերյանից է, հայրս Մշեցի է, մայրական կողմս։ Այո, Մշեցիք ամենամաքուր հայերն են։ Անցավ մի 5 րոպե, նորից մեկ էլ ֆրած ինձ ասեց. «Այդ դեղած չես դու փնիկ որ դեղացի ես»։ Լավ, երևի մոռացա, մեծ կնիկ է, էլի։ Ասեցի հայրս նոյեմբերյանից է, մայրս Մշեցի է արմատներով։ Այո, նոյեմբերյանցիք ամենամաքուր հայերն են։ Այս անգամ նոյեմբերյանցիք ամենամաքուր հայերը տանը։ Չանցած 5 րոպե մեկի նորից ասեց. «Այդ դեղած դու վերջի չսիր դու փնիկ որ դեղացի ես»։ Հերոսի ձեր առնում ես պարանանցիա, գիտես։ Ասի հերս ապարանցիա մերս գիրովականցի սենց արեց։ Գիրովականցիք ամենամաքուր հայերն են։ Անցավ մի 5 րոպե նորից «Այդ դեղած դու վերջի չսիր դու փնիկ որ դեղացի ես» Խոստիկյանը կատաղած բռնեց։ Ադես դասբացրին էլի մարդը մեռավ ասելով։ Աման հարցերեն եմ։ Իրական բան էր մեր կյանքից։ Շատ լավն է։ Միսակիչը вообще շատ հետաքրքիր մարդ է, շատ։ Ափսոս այդ վերջի տարիներին մի քիչ հիշողության հետ խնդիրներ ուներ բան, բայց ինքը որպես մարդ շատ մաքուր, անկեղծ, ազնիվ մարդ էր շատ։